Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալում պատմությունը մտնում է ամենավտանգավոր շրջադարձերից մեկը, որտեղ յուրաքանչյուր բացահայտում նոր հարված է դառնում հերոսների համար։ Հայկի ստացած նամակը կարծես հարվածում է նրա գիտակցության ամենախորը շերտերին։ Տարիներ շարունակ նա հավատացել էր, որ հայրը պարզապես լքել է ընտանիքը, ընտրել է ուրիշ կյանք ու թողել նրանց մենակ, իսկ հիմա պարզվում է իրականությունն անհամեմատ դաժան է։ Նրա հայրը դավաճանության զոհ է դարձել ու այլևս չկա։ Այդ մի քանի տողերը փլուզում են Հայկի ներսում կառուցված ամբողջ պատկերը։ Ցավն այս անգամ ոչ թե կորուստն է, այլ այն, որ այդ կորուստը տարիներ շարունակ թաքցված է եղել։ Հայկը զանգահարում է Նարեին, նրա ձայնում զայրույթ չկա, կա խառնաշփոթ, ցավ ու մի տեսակ հուսահատ վստահություն, որ Նարեն իր կողքին է։ Նա ասում է, որ գիտի ճշմարտությունը, բայց իրականում գիտի միայն դրա մի մասը։ Նա դեռ չգիտի ամենասարսափելին, որ իր հորը սպանել է հենց Նարեի հայրը Սաքոն, և որ Նարեն այդ ճշմարտությունը վաղուց գիտեր։ Այդ չասված հատվածը դառնալու է ժամային ռումբ նրանց հարաբերության մեջ։ Նարեն լսելով Հայկի խոսքերը հասկանում է, որ ճշմարտությունը սկսվում է բացվել, բայց ոչ ամբողջությամբ, նրա ներսում պայքար է սկսվում։ Խոսել և ամեն ինչ կորցնել, թե լռել ու ավելի մեծ ցավ պատճառ դառնալ։ Նա վախենում է ոչ միայն Հայկին կորցնելուց, այլ նաև այն բանից, թե ինչ կանի Հայկը, երբ իմանա ամբողջ ճշմարտությունը։ Նամակի շուրջ կասկածները գնալով խորանում են, ամեն ինչ հուշում է, որ այն գրել է ոչ թե Լալան, այլ Արմոն։ Լալան խոստացել էր լռել, հույսով, որ Աբոն կկատարի իր խոստումը և կօգնի գտնել ու վերադարձնել իր որդուն։ Արմոն սակայն այլ խաղ է խաղում։ Նա հասկացել է, որ Նարեն հեռացել է տնից և դա նրա համար նվաստացում է։ Արմոն չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ կորցնում է վերահսկողությունը և սկսում է գործել ստվերում, արագացնելով ճշմարտության բացահայտումը, բայց այնպես, որ առաջին հարվածը ստանա հենց Հայկը։ Հայկը գնալով մոտենում է ճշմարտության ամբողջական պատկերին, նրա ներսում սկսում է ձևավորվել որոշում, երբ իմանա ամեն ինչ, նա չի կարող շարունակել ապրել Նարեի կողքին։ Իր հոր սպանողի դստերը սիրելը նրա համար անընդունելի է դառնալու անկախ զգացմունքներից, հատկապես, որ այսքան ժամանակ Նարեն իմացել է ողջ ճշմարտությունն ու խաբել է Հայկին։ Նա պատրաստվելու է բաժանման, որն իր համար նույնքան ցավոտ է, որքան հոր կորուստը։ Բայց հենց այդ պահին պատմությունը նոր ամենասուր շերտն է ստանալու, պարզվելու է, որ Նարեն հղի է։ Այդ լուրը փոխելու է ամեն ինչ։ Բաժանումն այլևս միայն սիրային որոշում չէ, այլ ճակատագրական քայլ երեք կյանքի համար։ Նարեն մնում է երկընտրանքի առաջ՝ ասել Հայկին ճշմարտությունը և հնարավոր է կորցնել նրան ընդմիշտ, թե լռել ու պահել մի գաղտնիք, որը կարող է կործանել բոլորին։ Առջևում են դրվագներ, որտեղ սերն ու մեղքը, անցյալն ու ապագան բախվելու են ամենադաժան ձևով։ Հարսնաձորի լեգենդը մոտենում է այն կետին, որտեղ ոչ մի հերոս այլևս չի կարող փախչել իր ընտրության հետևանքներից։ Պատմությունը խորանում է և յուրաքանչյուր հերոսի կյանքում ճակատագիրը սկսում է արագ ու անողոք կերպով խաչաձևել մյուսների հետ։ Նարեն հասկանալով, որ հղի է, առաջին պահին չի կարողանալու ընդունել իրականությունը։ Այդ լուրը միաժամանակ և հույս է, և դատավճիռ։ Հույս, որովհետև նրա ու Հայկի սերը նոր կյանք է պարգևել, դատավճիռ, որովհետև այդ կյանքը ծնվելու է ամենախորը գաղտնիքների ու մեղքերի վրա։ Նա դեռ չի համարձակվում ասել Հայկին, որովհետև զգում է, որ հենց այդ խոստովանությունից հետո ամեն ինչ կարող է փլուզվել։ Նարեն համոզված է, եթե Հայկն իմանա ճշմարտությունը իր հոր մահվան մասին, ոչ միայն կհեռանա տնից, այլ գուցե ընդմիշտ կկորցնի հավատը մարդկանց հանդեպ։ Հայկը սկսելու է կտոր-կտոր հավաքել անցյալի պատկերը։ Նամակը հանգիստ չի տալիս նրան։ Նա հասկանում է, որ ինչ-որ բան սխալ է, որ ճշմարտությունն ամբողջությամբ չի բացվել։ Նրա ներսում կասկածներ են առաջանում, նաև Նարեի լռության մասին։ Հայկը զգում է, որ Նարեն ինչ-որ կարևոր բան է թաքցնում, և այդ լռությունն ավելի ցավոտ է դառնալու, քան ցանկացած խոստովանություն։ Լալան կանգնելու է ծանր որոշման առաջ։ Նա տարիներ շարունակ լռել է, կրել է ամոթն ու ցավը, կորցրել իր երեխային, հայրենիքը, կյանքը։ Վերադարձել է ոչ թե վրեժ լուծելու, այլ արդարություն պահանջելու համար, բայց Աբոյի առաջարկած գործարքը նրան կանգնեցնում է երկընտրանքի առաջ։ Արդյոք լռել ու հնարավորություն ստանալ վերագտնելու իր որդուն, թե բացահայտել ճշմարտությունը և վերջ տալ Սաքոյի իշխանությանը, նույնիսկ եթե դրա հետևանքով նոր զոհեր կլինեն։ Սաքոն շատ ծանր
վիճակում հիվանդանոցում է, բայց նրա հոգեվիճակն ավելի ծանր է, քան ֆիզիկական վիճակը։ Լալայի հայտնվելը նրա համար նշանակում է, որ անցյալը վերադարձել է ամբողջ ուժով։ Նա տեսնում է մղձավանջներ, լսում Աշոտի ձայնը, սկսում վախենալ սեփական ստվերից։ Նրա համար ամենասարսափելին ոչ թե բացահայտումն է, այլ այն, որ իր երեխաներն են վճարում իր մեղքերի գինը, բայց նույնիսկ այս վիճակում Սաքոն դեռ պատրաստ չէ ամբողջ ճշմարտությունն ընդունել ու խոստովանել։ Արմոն շարունակում է մնալ ստվերային խաղացողը, նա հմտորեն լարում է բոլորին իրար դեմ, օգտվելով յուրաքանչյուրի թուլությունից։ Նրա համար այս ամենը խաղ է, որտեղ հաղթանակը ուրիշների կործանումն է։ Արմոն գիտի Նարեի բացակայության մասին ու այդ ամենն օգտագործելու է հենց Նարեի դեմ։ Միքոյի վիճակը նույնպես բարդանում է ծեծից հետո, նա սկսում է կասկածել, իսկ ընտանիքի անդամները փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի նրան օգնեն։ Առջևում են դրվագներ, որտեղ ճշմարտությունն այլևս չի կարող թաքնվել։ Սերը, մեղքը, վրեժը և նոր կյանքը միահյուսվում են մի կետում, որտեղ որևէ որոշում լինելու է ցավոտ, բայց անխուսափելի։ Հարսնաձորի լեգենդը մոտենում է իր ամենաուժեղ ու հուզիչ փուլին, որտեղ մեկ խոսք կարող է փրկել կամ կործանել մի ամբողջ ընտանիք։